Ճիշտ ասած, այն ինչը հրապարակման ենթակա է, կարծում եմ եւ վարչապետը եւ Աշտանքային խմբի ղեկավար համապատասխան փոխվարչապետը հրապարակում է։ Ես ընդհանրապես տարբեր առիթներով եղել է դրա մասին խոսել ենք, այդ թվում նաեւ բարբերաբար ինձ հարց են տալիս Թուրքիայի սահմանի բացման հետ կապված։ Մենք մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Այդտեղ խոսում ենք օրինակ ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստ լինել։ Հիմա ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք օրինակ նույն մարգարեի կետը ունենք համապատասխան սարքավորումներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել եւ մեր մաքսային վերահսկողությունը իրականացնել։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Հակոբյան, հիմա եթե խոսքը կոնկրետ հայ-ադրբեջանական այդ երկաթգծի շահագործման մասինն է, եթե այստեղ օրինակ կողմերը հասնեն քաղաքական համաձայնության եւ արդեն երկաթգիծը գործի, մաքսային վերահսկողության հնարավորություն ՊԿ ունենալու է, այսինքն այդ գնացքները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, ամբողջությամբ այդ բեռների մասին, պարունակության մասին ինֆորմացիան դուք ունենալու եք եւ խնդրի դեպքում ունենալու եք նաեւ լծակ այն ստուգելու։ Այսինքն այդտեղ ոչ մի տեսեք, ցանկացած հարց, որ քննարկվում է եւ խոսվում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, այո, այդտեղ կա մաքսային վերահսկողության հարց եւ միշտ մաքսային վերահսկողության հարցը լինում է օրակարգային հարցերից մեկը, թե ինչպես է կազմակերպվելու։ Այդ տեսանկյունից ես ասացի, սցենարներին պատրաստ ենք, իսկ կոնկրետ այդ խոսակցությանը ես տեղյակ չեմ։ Իսկ այդ դեպքում, երբ որ քաղաքական պաշտոնյաների պատասխանատուների կողմից խոսվում է դյուրացված անցում կազմակերպելու պատրաստակամության մասին, այստեղ ինչ է առաջարկվում Ադրբեջանին, որ օրինակ չի առաջարկվում մյուս անցումների դեպքում։ Ինչով է տարբերվելու սա։ Այդ դյուրացումը ինչ է նշանակում, կբացատրեք տեխնիկապես նաև։ Կան տարբեր քննարկումներ, որոնց արդյունքները ինստիտուցիոնալ ձևով հրապարակվում են համապատասխան Աշտանքային խմբի ղեկավարության կողմից։ Երբ որ նման հրապարակումներ կլինեն, կլսեք։ Իսկ դյուրացում ասելով, եթե ընդհանրապես, տեսեք, եթե որն է դրա պրակտիկան, դյուրացումը ինչ է նշանակում։ Ասենք մենք մեր կյանքում ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ որ ցուցիչներ ուսումնասիրելով մեր համակարգը ինչ որ ապրանքներ ուղարկում է կանաչ ուղի, ինչ որ ապրանքներ դեղին ուղի, ինչ որ ապրանքներ կարմիր ուղի։ Դրանք ինչ են նշանակում։ Դրանք օրինակ կանաչ ուղի գնալը նշանակում է, որ առանց որևէ խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախորդ դրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ եւ ինքը սահմանը անցնում է։ Կամ օրինակ ավտոմատ բաց թողնման համակարգ ունենք, արդեն պիլոտավորեցինք, որտեղ էլի այդ ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումը ավտոմատ բաց է թողնվում սահմանին, որտեղ մենք տեղեկատվություն ունենք, որ ինքը ռիսկային է։ Եվ ընթացքում որևէ միջամտություն Այսինքն չի լինում այնպես, որ օրինակ մենք չգիտենք ինչ է անցնում սահմանին եւ ավտոմատ բաց ենք թողնում։ Այսինքն այդ մեխանիզմները վաղուց կան։ Հիմա եթե օրինակ խոսքը կոնկրետ Ադրբեջանի դեպքում է, երբ դուք տեսնեք